Հպական բանը պատգամավոր եմ տեսել, պատգամավոր կամ անդամ, որ գրել է ինչ է նշանակում սա մեր հողն է, մեր հայրենիքն է, այդ ինչ քաղաքենիական հասկացողությունը, հողը ամենին, հայրենիք ամենին, ասես բաներ է գրել, կարող է լինի, բայց գիտեք ինչ, մեր ժողովուրդը մի քանի անգամ վառ ապացույց է ցույց տվել, որ ինքն ինչ է ուզում։ Մեկ 88 թվականին, որ վերջապես խորհրդային միությունն էր ցնցվել, որ մեկ 3 միլիոնանոց ժողովրդից 1 միլիոն ժողովուրդ դուրս է գալի փողոց եւ ասում է Ղարաբաղը մերն է։ Հա։ Ղարաբաղյան պատերազմը, որ այնքան կռվող կար, որ զենք չէին կարողանում հասցնենք։ 16 թվականի 4-օրյա պատերազմը, որը ալիք մեծ հայրենասիրական ալիք բարձրացրեց Ղարաբաղը, որ ասում են, ես հիշում եմ նախքանից ասում են, եթե կռիվ լինի, ոչ ոք չի գա, ամեն մարդ կփախնի, ոչ ոք չի ուզում կռվի, ոչ մի ծնող չի թողնի իր երեխաներ թա, այս բաները ես միշտ լսել եմ, միշտ, բայց նույնիսկ 44-օրյա պատերազմին եւ սարսափելի լուրեր են գալի, կամավորների հոսքը մեր գրասենյակի չէր կտրվում։ Չի եղել պատերազմ կամ պատերազմական օրեր, որ մենք ում հասնենք տանենք Ղարաբաղ։ Մենք ընտրություն ենք կատարել։ Վիճել ենք մարդկանց հետ։ Երկու եղբայր միասին չի կարող էր թա, չամ 50 տարեկանից ավելի բարձր չի կարող էր թա, հիվանդ մարդը չի կարող էր թա, բայց իրանք զոռով են գնացել։ Ես դա տեսել եմ, դա է մեր ժողովուրդը։ Հիմա ասում են ցեղասպանություն չամ ինչ է, ինչ ուզում են ասեն։ Բայց Ապիկ Սանչոսին այդ ժողովրդի հոսքը, որ քայլում է Ծիծեռնակապերտ, ամենամեծ պատասխանն է այդ մարդկանց։ Այսինքն մեր ժողովուրդ հայրենասեր է։ Մեր ժողովուրդը ընդունակ իր հայրենիքի կռվելու, պայքարելու, խաբում են, մթնոլորտ են ստեղծում, իրենց ուզածը վերակրում են մեր ժողովրդին, բայց փաստը ցույց է տալի ուրիշ բան։